ասենք 96 թվին գործում էիք, դուք այն ժամանակ եք փորձում իշխանության նկատմամբ լոյալ մնալ։ Հիմա եք փորձում, վաղն եք փորձելու։ Ես, ի տարբերություն ձեզ, 96 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ես ինչ ունեի ասելու, պարզ շիտակ ասել եմ այդ իշխանությանը։ Այս իշխանությանը ինչ ունեի ասելու պարզ շիտակ։ Վաղը փետրվարի 19-ին Հայաստանում փոխվելու է իշխանություն։ Եվ հեռուստաընկերությունները, բոլորը հեռուստալրագրողները, այս իշխանական տարբեր օղակներ բոլորը սկսելու են քննադատել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նկարագրելու են թե ինչպիսի սարսափելի ռեժիմ է։ Բոլորը քննադատեցին, դու ինչով ես զբաղվելու, քո թերթը ինչ անում։ Բայց խնդիրը հետևյալն է։ Հայկական ժամանակը ինչպես այսօր, այնպես էլ վաղը, ինչպես երեկ էր, իր ունեցած տեղեկատվությունը մատուցելու է հանրությանը այն ճշմարտությունը, որին ինքը հավատում է, որի ճշմարտության մեջ ինքը համոզված է։ Քննադատության այն ոգին, որ այսօր կա հայկական ժամանակում, պահպանվելու է նաև փետրվարի 19-ից հետո իշխանափոխության դեպքում։ Գիտեք, ընդհանրապես քննադատությունը ինքնանպատակ չէ, եւ քննադատության չափաբաժինը ինքնանպատակություն կա։ Ոչ, ինքնանպատակություն։ Ես կուզենայի, ես հարգելով թերթը, ես շատ ընթերցելով, ես կուզենայի տեսնել նաև երկրորդ կարծիքը թերթում, որին շատ հազվադեպ եմ հանդիպում վերջին շրջանում։ Գիտեք ինչ, թերթը ընդհանրապես շատ կարևոր հանգամանք թերթը եւ ճիշտ է համարում քաղաքական գործունեություն եւ թերթ։ Ես տարանջատ եմ, ես կթողնեի մեկնում եկը կանեի։ Խնդիրը հետեւյալի մեջ է, պետք չի թերթը բերել եւ հավասարեցնել, ասենք օրինակ հանրային հեռուստաընկերության հետ։ Ինչու՞, որովհետեւ թերթը ապրանք է։ Եթե թերթը ձեռնտու չէ որևէ մարդու, ինքը չի գնա 100 դրամ չի վճարի եւ չի գնի այդ թերթը եւ այդ թերթը կսնանկանա ուղակի։ Այսօր մեր թերթը հանրապետության ամենամեծ տպականակ ունեցող օրաթերթն է։ Հասկանալի է։ Եվ իմիջիայլոց, ի տարբերություն հեռուստաընկերությունների, ես խոսում եմ քո երկփեղկվելու մասին։ Դու մի ոտքով քաղաքական դաշտում ես, մի ոտքով, գիտեք ինչ, մի ոտքով անկախ լրատվության մեջ։ Եթե անկեղծ լինենք, այսօր իմ գործունեությունը, կոնկրետ իմ գործունեությունը, ես համարում եմ ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական։ Սա ինձ համար ոչ թե քաղաքական շահի խնդիր է, այլ քաղաքացիական դիրքորոշման, որովհետև տեսեք ինչ է կատարվում։ Ես այսօր որպես քաղաքացի պարտք ունեմ իմ երեխաների առաջ, որովհետև ես տանը իմ երեխաներին դաստիարակում եմ որպես քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ քաղաքացի, բայց մեր դրսում տնից դուրս փողոցում բոլորովին ուրիշ բարքեր են տիրում, եւ ես այսօր պարտավոր եմ ամեն ինչ անել, որ իմ երեխաները այնպիսի երկրում ապրել, որ համապատասխանի իրենց դաստիարակությանը։ Ես այսօր այդ ուղին տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարին սատարելու մեջ եւ բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այդպիսի երկրում ապրեն, հորդորում են վաղը ժամը 15-ին գալ Ազատության հրապարակ եւ տեսնել, որ երկրում իշխանափոխությունը, ժողովրդի հաղթանակը արդեն իսկ տեղի է ունեցել։ Այս տեսակետները, այս մտորումները, այս կարծիքները մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից եւ ես Նիկոլ Փաշինյանին խոստանում եմ, որ մենք փետրվարի 19-ը կանցնենք եւ դարձյալ կհանդիպենք այստեղ ավելի սառը ուղեղով, ավելի թարմ մտորումներով կխոսենք։ Համաձայն ես։ Համաձայն եմ, ուղղակի ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես ոչինչ չունեմ քո հավաստիացումների դեմ, այո, որևէ խնդիր չկա։ Որևէ խնդիր չկա, կհանդիպենք։ Ստապ ենք եւ ստապ ենք գնահատում իրավիճակը եւ համոզված ենք մեր ասած որոշակի նախընտրական տրամադրություններից չխուսափեցիր այնուամենայնիվ ոչինչ դա այսօր ընդունված է այդպես պետք է լիներ շնորհակալություն որ եկար այսօր ես եմ շնորհակալ նման հնարավորություն ընձեռելու